քանի որ դուք մաս եք իմացել իրադարձությունների մասին, ցույց եմ տալի, որ դեռևս 19 թվին արտադրվել է գիրք, որը ունեցել է ընդամենը 8 ծավալը 8 մամուլ, ստեղ գրած է 8 մամուլ, իսկ ստեղ տպաքանակը 792 քանակ։ Իրականում այստեղ պատկերված գույնը բաշխման սկզբունքով պարզվել է, որ պատկերվել է Ադրբեջանի դրոշը, խնդրեմ, կապ կանաչ։ Սա եղել է դեռևս 19 թվականին, հարգելի դիտողներ, այս դասագրքերը չեն մտել շրջանառության մեջ, այն ժամանակ դեռ ԿԳՄՍ-ն բարոյականություն, իրականում սա եղել է ազդակ, որ տեսեք, ասենց է արնելու։ Շրջանառությունից հանվել է 800 քանակը, որպես բարի կամքի դրսևորում, բայց ցավոք հետագայում մենք ունեցել ենք այլ իրավիճակ։ Արտադրվել է մայրենի երկրորդ դասագիրքը, որի կողային մասում, խնդրեմ տեսեք, պատկերվել է Ադրբեջանի դրոշը՝ կապույտ, կարմիր, կանաչ։ Ըստ դասագրքի ստեղծողների, նկարիչ ձևավորողի, իրականում այս ծիրանագույնը գնացել է այս կողքը։ Այս ադրբեջանական դրոշի հերթականությունը ձևավորվել է որպես պատահականություն, սակայն երբ որ մենք նայում ենք դասագրքի անվանումները, այն մանկագրերը, խնդրեմ, Ահմադի, Բիսետ, Մկրտչյան, Գրիգորյան, Սուխոմլինսկի, Մարտուչի, Բիսետ, Զաքանա, մենք տեսնում ենք, որ դասագրքի մեջ ներկայացված են որոշ մասը հենց արաբական հեղինակներն են, օրինակ Ֆերիդուն Օրա, որը բացում ենք 51 էջի վրա, որ տեսնենք այդ ով է, այդ Ֆերիդուն Օրա 51 էջ, տարբեր, բայց նույնը։ Մի տանիքի տակ պատկերով բնութագրվում է այս պատմվածքը, որը ձևավորվել է որպես Ֆերիդուն Օրա։ Իրականում այս գրողը գոյություն չունի, գոյություն ունի Ֆերիդուն Օրալ, որը ծնվել է Ստամբուլում եւ մոլորության մեջ մտցնելով դասագրքերի հեղինակները, երևի նախորդ պայմանավորված թուրքական հեղինակներ են պատկերել, բայց սակայն սրանով չի ավարտվում այս ամեն ինչը, դասագրքի մեջ ներկա է մեկ մանկագիր Դոնալդ Բիսետ, որը այս դասագրքերում միայն 3 պատմվածք տրվել է իրեն, բայց ցավոք մեր ավանդական պատմագրերը ստեղ առկա չեն, Հովհաննես Թումանյանը, Դոնալդ Բիսետը ինչով է աչքի